Սպանություններ տարբեր քաղաքներում, տարբեր հանգամանքներում։ Վերջին օրերին Հայաստանում կրիմինալ լուրերի պակաս չկա։ Սպանությունները օրը ցերեկով ու մարդաշատ վայրերում հաջորդում են մեկը մյուսին, հարցեր առաջացնելով ու մտահոգելով հանրությանը։ Վերջին օրերին Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաքում գրանցվել են աղմկահարույց դեպքեր, որոնք լայն արձագանք են ստացել։ Նախ բոլորին ցնցեց օրեր առաջ Երևանի Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած հաշվեհարդարը մի քանի տասնյակ, այդ թվում զինված տղամարդկանց մասնակցությամբ։ Դրանից օրեր անց Սևանում դեպք գրանցվեց։ Տավուշի մարզի 20-ամյա Արամ Խաչատրյանը հիվանդանոց էր տեղափոխվել Սևան քաղաքի Նաիրյան փողոցից ու միջև իրավապահները պարզում էին դեպքի հանգամանքները, վիրավորը գիտակցության չգալով մահացել էր։ Հրազենային վիրավորումից գիտակցության չգալով մահացել էր նաև 31-ամյա մի տղամարդ, այդ դեպքն էլ Սովունիում էր տեղի ունեցել։ Իրավապահ մարմինների պաշտոնական հաղորդագրությունների համաձայն դեպքերի մի մասով արդեն իսկ կառուցվել են քրեական վարույթներ, կան ձերբակալվածներ, իսկ մի շարք գործերով քննությունը դեռ շարունակվում է։ Մանրամասները, սակայն իրավապահները հաճախ չեն հրապարակում նախաքննության շահերից ելնելով։ Վերջին շրջանում տեղի ունեցող սպանությունների ֆոնին փորձագետները խոսում են ոչ միայն իրավական, այլև խորքային հասարակական խնդիրների մասին։ Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանի խոսքով երկար տարիներ Հայաստանը համարվել է համեմատաբար անվտանգ երկիր, հատկապես կենցաղային մակարդակում։ Սակայն այսօր այդ պատկերն աստիճանաբար փոխվում է եւ դրա հիմքում ի թիվս այլ պատճառների կա երկու հիմնական պատճառ։ Առաջին այն է, որ բացի իրավական մեթոդներից, նորմերից եւ իրավապաշտպան մարմինների գործունեությունից, որը պիտի կանխի եւ նաեւ չեզոքացվի եւ նաեւ պատժի հանցագործություններ, անհրաժեշտ է եւս մի մոտեցում։ Դա համայնքի կողմից, այսինքն մարդկանց կողմից միմյանց հանդեպ ոչ պաշտոնապես տեղի ունեցող վերահսկողությունն է։ Երկրորդ պատճառը հասարակության վերահսկողական ֆունկցիան է, երբ նույն հասարակությունն ինքն իրեն էր վերահսկում իր անդամներին եւ կանխարգելում էր միմյանց ոչնչացնելու պրակտիկան։ Հայաստանում այդ մարդկային վերաբերմունքը եւ մարդկանց միջև փոխհարաբերությունները խոչընդոտված են եւ շատ հաճախ նաեւ խոսում ենք այդ իմաստով հիվանդ հասարակության մասին կամ այն մասին, որ մեր հասարակությունը հիվանդացել է, այն հիվանդ չէ, բայց հաստատ հիվանդացել է։ Հիվանդացած հասարակության բուժման ճանապարհը ըստ սոցիոլոգի հնարավոր է միայն խաղի նոր կանոններով, պետական կառավարման, կրթության եւ մեդիայի մակարդակում արժեհամակարգային փոփոխությունների միջոցով։ Այստեղ ըստ սոցիոլոգի մեծ դերակատարում ունի մեդիան, քանի որ բռնության պարբերական ցուցադրումը, ատելության խոսքը եւ բարոյական արժեքների արժեզրկումը աստիճանաբար նորմալացնում են ագրեսիվ վարքագիծը։ Այս բոլոր գործոնների ազդեցության հետևանքով մենք տեսնում ենք իրավապաշտպան մարմինների գործունեությունը արդեն որպես պատժիչ, երբ որ հանցանքը կատարված է, բայց հանցանքների կանխարգելում համարյա չկա։ Ամոթի ֆունկցիան չկա, միմյանց հանդեպ վերահսկում չկա, որովհետև մենք դա համարում ենք ավանդապաշտություն եւ շատ վաղուց արդեն վատաբանում ենք մեր ավանդույթները։ Դա նպատակաուղղված է արվում բնականաբար։ Հոգեբան Կարինե Նալչաջյանը իրավիճակը համարում է նորմայից դուրս եկած ու նկատում, որ երբ պետության կողմից ներքին անվտանգության եւ արդարության ապահովման վստահությունը թուլանում է, մարդիկ սկսում են իրենց խնդիրները լուծել սեփական ուժերով։ Իմ տպավորությունը նա է, որ մարդիկ իրենց հարցերը սկսել են լուծել փողոցային օրենքների, ուրեմն այդ կողմնորոշումով ավելի շատ, քան թե ինչ որ արտարություն, արտարադատություն սпасելուց այն համակարգերից, որոնք դրա համար ուրեմն այդ առաքելությունն ունեն։ Հոգեբանը նաև շեշտում է, որ հասարակության համար վտանգված է այն միջավայրը, որտեղ մարդն իրեն անվտանգ չի զգում նույնիսկ առօրյա իրավիճակներում։ Այդ պայմաններում ձևավորվում է վախ, անվստահություն եւ ապագայի հանդեպ անորոշություն։ Մենք ինչ ենք տեսնում վերջին տարիներին, մեր, ասենք, ոստիկանությունը ինչով է զբաղված։ Այն ինչ ամենայն դեպս տեսանելի է, միայն կույրը չի նկատի, ոստիկանության հսկայական ուժեր, ընդ որում մեծ, ուրեմն ֆինանսներ են ներդրվում այդ համակարգում, զբաղված են ինչով։ Զբաղված են պետական պաշտոնյաների, չգիտեմ, կարգալույծ եղած քահանաների, այդ ամեն ինչի այսպես մեծ պահպանությամբ, ու հսկայական ռեսուրսներ մենք տեսնում ենք, որ ուղղվում են դեպի այդ կարգի գործառույթները, որոնք անշուշտ ուղղված են։ Մասնագետների համոզմամբ բռնության աճը միայն իրավական խնդիր չէ, այն կապված է հասարակության հոգեբանական վիճակի, անվտանգության զգացման
կառավարման եւ արժեհամակարգային փոփոխությունների հետ։ Առանց այդ ոլորտներում համակարգային աշխատանքի կանխարգելումը շարունակում է մնալ ամենաթույլ օղակը։